Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Հայաստանը շարունակելու է չվճարել ՀԱՊԿ անդամավճարները։ Կառավարության նիստից հետո բրիֆինգին Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է այս հարցին։ Նշել է, որ իրեն չի մտահոգում ՀԱՊԿ-ի հետ կապված իրավիճակը։ Իսկ եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, ինքը ստիպված կլինի որոշումն ընդունել ի գիտություն։ Փաշինյանը նաև անդրադարձել է լրագրողների այլ հարցերին։ Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա, այո, գործում է, եւ եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունել ի գիտություն, ուրիշ բան անելու չունենք։ ՀԱՊԿ-ի մասով ոչ, չենք պատրաստվում որևէ բան փոխել։ Սա նշանակում է, որ դες չի մտահոգում եք հնարավորինները։ Այո, դա է նշանակում։ Հայաստանի հեռացնել։ Այո, դա է նշանակում։ Այդպես չի եղել։ Տելեգրամյան Հա ոչինչ, բայց ինձ չի մտահոգում։ Պուտինի մասով դե հա ինչ չի շնորհավորել, հույս ունենանք շնորհավորել։ Քանի որ քաղաքացիական պայմանագիրը այնուամենայնիվ սահմանադրական մեծամասնություն չստացավ, հիմա սահմանադրությունը փոխելու հարցը դուրս է գալիս օրակարգից, թե այլ տարբերակներ կան հանրաքվե անցկացնելու։ Մենք կդիտարկենք, կքննարկենք իրավիճակը եւ կգանք հետեւություն լինի։ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Վլադիմիր Պուտինը դեռ կշնորհավորի իրեն խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի առթիվ։ Մինչև այդ նրան շնորհավորել է Թուրքիայի նախագահը։ Ուղերձում ասված է. «Իմ ժողովրդի եւ անձամբ իմ անունից սրտան շնորհավորում եմ խորհրդարանական ընտրություններում ձեր ղեկավարած կուսակցության արձանագրած հաջողության առթիվ եւ հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում։ Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ կայունության հաստատման եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի»։ Ձայների վերահաշվարկը շարունակվում է, արդյունքում նոր բացահայտումներ են ի հայտ գալիս։ Մարտունու 21-04, 21-05 եւ 21-34 ընտրատեղամասերում Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելու պատճառաբանությամբ, հայտնում է Իվետա Տոնոյանը։ Իսկ նախորդ 2 օրվա վերահաշվարկի արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 քվե։ Այս տվյալները վկայում են այն մասին, որ գործնականում եւ առողջ բանականության շրջանակներում չկա խոչընդոտ, որ խանգարի ԲՀԿ-ին լինել ազգային ժողովում, ավելի վաղ գրել էր Տոնոյանը։ Ռուսաստանի կողմից գազի գնի թանկացման պարագայում Հայաստանը որպես այլընտրանք կարող է դիտարկել Ադրբեջանին, Թուրքմենստանին եւ Իրանին։ Այս սցենարը չի բացառել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Ենթադրենք դիցուկ վաղը գազը թանկացրեցին, Հայաստանին վաճառվող ռուսական գազը թանկացրեցին, պայմանագիրը եւ սակագները գործում են դեռևս մինչեւ 27 թվականի ավարտը, սկիզբը եւ հետեւաբար առաջիկա 6 ամիսներին շնորհակալություն։ Եվ հետեւաբար առաջիկա 6 ամիսների ընթացքում մենք այդպես ցնցումային բան չենք ունենա եւ ասեմ նաեւ եւս մեկ հանգամանք, որ անցած տարիների ընթացքում լրացուցիչ օգուտներ են ձևավորվել գազի համակարգում եւ այդ բավական մեծ գումար է, որը որ իհարկե դրա որոշողը ես չեմ, դա քաղաքական որոշման արդյունք պետք է լինի, անհրաժեշտության դեպքում կարող է այդ լրացուցիչ օգուտները ուղղվել եւս որոշակի ժամանակահատված գազի սակագնի մեղմանը, եթե կունենանք նորից եմ ասում նման իրավիճակ, բնականաբար կփնտրենք գազի վաճառքի այլ շուկաներ եւ այլ ռեսուրսներ։ Քաղաքացիները կարող են չմտահոգվել գազի սակագնի հնարավոր բարձրացման համար։ Ազգային ժողովում լրագրողների ճեպազրույցում հավաստիացրել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Վերջին եւ առաջին տեղեկատվությունը դա այն տեղեկատվությունն է, որ շուրջ 20 օր առաջ է եղել։ Մենք ինտենսիվ աշխատում ենք Գազպրոմի մեր գործընկերների հետ։ Այս բան ավելացնելու ոչինչ չկա, այսինքն նոր բան չկա, փոփոխություններ չկան, մենք գազը ստանում ենք կանոնավոր գրաֆիկով, ստանում ենք այն սակագնով, որը գոյություն է ունեցել, այդ սակագինը սահմանված է պայմանագրերով, դեռևս այդ պայմանագրերը իրեն ժամկետի մեջ են գտնվում, պայմանագրերը մինչև տարեվերջ եւ 2027 թվականի տարեսկիզբ դեռևս, ուրեմն ժամկետի մեջ են գտնվում, սրա մասով նոր զարգացումներ չկա, ավելին ես պիտի հարգելի գործընկերներ, աշխարհում ամեն ինչ հնարավոր է, չեմ կարողանա ասել,
հնարավոր է թե հնարավոր չի, բայց այս պահին ունենք այն իրավիճակի, ինչի մասին ասացի եւ պիտի նաեւ ասեմ, որ իմ տպավորությամբ մամուլում մեկնաբանությունները շատ ավելի վատն են, քան իրականում գետնի վրա տեղի ունեցող, որտեղ գետնի վրա մենք բնականon հունով գազամատակարարում ենք ստանում ենք այն սակագնով, որը սահմանված է, աշխատում ենք գործընկերների հետ, այնպես ինչպես աշխատել ենք նախկինում։ Պետ նախագահն անդրադարձել է Իրանից ժամանած բեռնատարում չհայտարարագրված 143 կապ բնական մազերի հայտնաբերման դեպքին։ Բնական մազը մեր մաքսանենգության դեպքերից մեկն է։ Այսինքն նմանատիպ բազմաթիվ դեպքեր լինում են, ու սովորաբար ինչ ենք մենք անում, մենք փորձում ենք սահմանում դրանք կանխել։ Եվ ըստ էության բացառիկ դեպքերից մեկն է, որովհետև մազը այնպես չի, որ շատ հայտնվում է մեր ուշադրության կենտրոնում, ինչի որովհետև հիմնական թմրանյութերն են հայտնվում, եւ այդ առումով ուղղակի հերթական մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետ գործողությունների հետևանք է։ Էկոնոմիկայի նախարարը ընդունում է, որ Եվրոպա արտահանման խնդիրներ կան, սակայն խնդիրը ոչ թե գյուղմթերքի որակն է, այլ լոգիստիկան։ Որակական առումով մեր ապրանքների մի զգալի մասը չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին, որովհետև այն ինտենսիվ այգիները, որոնք որ կան Հայաստանի Հանրապետությունում, դրանք բացարձակապես նույնական են Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի ինտենսիվ այգիների հետ։ Այստեղ խնդիրը հետևյալն է, որ Հայաստանը ունի աշխարհագրական որոշակի հեռավորություն եվրոպական շուկայի հետ եւ դեռևս եվրոպական միության հետ սահմանակից չէ, ինչի դեռևս, որովհետև մեր երկու հարևանները Եվրոպական միության անդամակցության թեկնածու են եւ ըստ էության այս հեռավորության պատճառով որոշակի տեխնիկական խնդիրներ իրականում առաջանում են։ Մարգարաանցակետը կբացվի Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ ուղարկելու համար։ Կառավարությունն է որոշումը ընդունել։ Այս նպատակով այն բաց կլինի 10 օր։ Այսպիսով հնարավորություն կստեղծվի մարդասիրական օգնությունն արագ եւ նվազ ծախսերով հասցնել Լիբանան։ Ադրբեջանական Ազերգոլդ ընկերությունը ներկայացրել է Սոտքի ոսկու հանքավայրի այն հատվածում իրականացված աշխատանքների արդյունքը, որը 2020-ի պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ։ Իրականացված հետազոտությունների արդյունքում հանքավայրի մնացորդային կորզվող պաշարները միջազգային ստանդարտներին համապատասխան գնահատվել են ավելի քան 1 միլիոն ունցիա ոսկի։ Ըստ Ազերգոլդի հանքավայրը ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանի զարգացման համար։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է Գորիսի քաղաքապետ նախկին ընդդիմադիր Արուշ Արուշանյանը ընտրությունների հաջորդ օրը վենդետա է սկսել, քանի որ Գորիսում ուժեղ Հայաստանը գրանցել է ավելի բարձր արդյունք 5000 ձայն, քան ՔՊ-ն։ Օրինակ, ներքին Խնձորեսկում ՔՊ-ն խայտառակ պարտություն է տարել, իսկ ընդդիմադիր ուժերը միասին բավականին շատ ձայներ են հավաքել։ ՔՊ-ն ընդամենը 61 ձայն է ստացել, ուժեղ Հայաստանը 49, Լուսավոր Հայաստանը 64, Հայաստան Դաշինքը 21, ԲՀԿ-ն 8, Միասնության թևերը 3 ձայն։ Նույն աղբյուրը գրում է. իշխանությունը հետընտրական չիստկա է անում պետական գերատեսչություններում։ ՔՊ-ի հունիսի 5-ի ամփոփիչ հանրահավաքին մոբիլիզացրել էին վարչական ռեսուրսը, հրահանգ իջեցրել պետական աշխատողներին, որ բոլորն առանց բացառության մասնակցեն հանրապետության հրապարակի հանրահավաքին։ Ընդ որում զգուշացրել էին, որ շուտ չծլկեն, մնան մինչև վերջ, քանի որ վերակացուներ են նշանակված, որոնք ստուգելու են ներկա բացակային անելու։ Մեզ ասացին, որ վերակացուներն արդեն քանի օր է պարզաբանումներ են պահանջում այն աշխատակիցներից, որոնք հանդգնել են հանրահավաքին չգնալ կամ գնացել են եւ շուտ հեռացել, ասում են յուրայինների եւ ընդդիմադիրների ցանկեր են կազմում, որ հետագայում ինչ-որ քայլեր արվեն, որտեղ անգրագետ ու իր իրավունքները չիմացող աշխատող լինի, ստիպենդիում գրել, գնալ, այլ տեղերում պարգևավճարներ չտալով պատժել եւ այլն։ Բայց եթե մարդիկ մի փոքր դիմադրություն դրսեւորեն, ոչ մի բան չի հաջողվի անել։ Ժողովուրդը գրում է. Մինչև քաղաքական ուժերը դեռ սպասում են ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը, իշխանական շրջանակներում ըստ մեր տեղեկությունների արդեն ոչ թե արդյունքներն են քննարկում, այլ հաջորդ իշխանական փուլը, նոր ազգային ժողովի կազմավորումն ու կառավարության վերաձևավորումը։ Իշխանությունները մեծ վստահությամբ սպասում են հունիսի 14-ի ընտրությունների պաշտոնական ամփոփմանը, սակայն զուգահեռաբար արդեն հաշվարկում են 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին քայլերը։ Ըստ նույն աղբյուրների 8-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների վերջին օրը նախատեսվում
կայացվում է օգոստոսի 2-ին, եւ հենց այդ օրը սահմանադրական պահանջի համաձայն գումարվելու է նոր խորհրդարանի անդրանիկ նիստը։ Հատկանշական է, որ իշխանական ճամբարում ըստ տեղեկությունների այլևս կասկածներ գրեթե չկան, որ ընդդիմադիր ուժերը կվերցնեն իրենց մանդատները եւ կմասնակցեն խորհրդարանի աշխատանքներին։ Եթե այս գնահատականը համապատասխանում է իրականությանը, ապա քաղաքական պայքարի առանցքը փողոցից վերջնականապես կտեղափոխվի խորհրդարան։ Աղբյուրների փոխանցմամբ օգոստոսի 2-ի նիստում նախատեսվում է արագ ընթացակարգով ընտրել ազգային ժողովի նախագահին ու փոխնախագահներին, որոշել մշտական հանձնաժողովների քաննակը, այնուհետև անցնել վարչապետի ընտրությանը։ Դրանից հետո վարչապետը կձևավորի նոր կառավարությունը, որը սահմանված ժամկետում խորհրդարան կներկայացնի իր գործունեության ծրագիրը։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հունիսի 7-ին կայացված խորհրդարանի ընտրությունից հետո նոր ձևավորվելի կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն նախատեսվում։ Թե ովքեր կմնան կառավարական կաբինետում եւ ովքեր կլքեն պաշտոնները, հայտնի կդառնա առաջիկայում։ Եկատերինբուրգում ողբերգական վթարից հետո ձերբակալել են տվյալ ավտոբուսը սպասարկող ընկերության տնօրենին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավտոբուսը մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց բազմության մեջ եւ բախվել եկեղեցուն։ 4 մարդ զոհվել է։ Պարզվել է, որ վարորդը 49-ամյա օտարերկրացի է։ Նա խոստովանել է, որ արգելակելու փոխարեն սեղմել է գազի ոտնակը։ Ավստրալիայում մի ամբողջ քաղաք են վաճառում մոսկովյան բնակարանի գնով։ Կուլադի քաղաքը պաշտոնապես համարվում է ամենափոքրը երկրում, քանի որ այնտեղ ապրում է ընդամենը 2 մարդ։ Արժեքը 20 միլիոն ռուբլի է։ Այն ներառում է մայրուղու վրա գտնվող բնակելի շենք, մոթել, խանութ, փաբ եւ նույնիսկ 4 աստղով ռեստորան։ Հռոմի պապն օծել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի ամենաբարձր աշտարակը, այն համարվում է աշխարհի ամենաբարձր եկեղեցին։ Testimonio dell'allegria. Հետևեք անցուդարձին ամեն երեկո, կհանդիպենք վաղը նույն ժամին։